Մամ ջան, հիմա ամենակարևորը դու ես, արի քո մասին մտածի։ Բայց հիմա ինձ ավելի է ստիպում մտածել, որ ինչ-որ բան է եղել։ Մամ, անկեղծ լուրջ բան չկա։ Մենք ուղղակի գործերի հետ կապված իրար չենք հասկանում, որովհետև պապան ամեն ինչ սիրում է մենակ անել, իմ ասածները չի լսում։ Ու հավատա, ու ուրիշ ոչ մի ավել բան չկա։ Կարծում եմ, որ դա լուրջ թեմա չէր, հորդ հետ այդպես խոսելու։ Դու ինչ-որ բան էիր ուզում իրեն հասկացնել, իսկ ինքն էլ շատ նեղվեց դրանից։ Մամ, եթե ես ինչ-որ բան ուզենայի հասկացնեի, միանգամից կասեի, հաստատ սարելու ձորը չէին գնի։ Դու այնպես խոսացիր, որ ես ոչինչ չհասկանամ։ Ես դա նկատեցի։ Մամ, լուրջ այդ հարցաքննությունդ վերջացրա, հա? Անցանք, ամեն ինչ նորմալ է։ Ես չեմ ուզում, որ դու ու հայրդ թշնամանաք։ Հանգիստ եղի, ամեն ինչ կարգին է։ Մենք արդեն մի մեծ դառը փորձ ունենք։ Չեմ ուզում, որ նույնը կրկնվի։ Կարծում եմ, հոր եղբորդ օրինակը քո համար դաս կլինի։ Ու գիտեմ, որ դու խելացի տղա ես ու սխալ քայլեր չես անի։ Խնդրում եմ մտածի, իսկ ես գնամ պարկեմ հոգնելը։ Լավ, մամ ջան, բարի գիշեր։ Բարի գիշեր, բարես։ Օգնեմ քեզ։ Չէ, ես կգնամ։ Պետք չէր սենց ակնհայտ ակնարկ անել։ Մաման արդեն ամեն ինչ հասկացավ։ Ավակ։ Ասա, Ալինա, ինչ-որ բան է եղել։ Չէ, ամեն ինչ նորմալ է։ Կներես, մի քիչ հոգնած եմ։ Հավատա իսկապես ընտրիկը շատ լավ էր կազմակերպել։ Շնորհակալ եմ։ Բայց ես դրա մասին չեմ ուզում խոսել։ Լավ։ Դե ասա լսում եմ։ Ես ընթրիքի ժամանակ նկատեցի, որ դու Արամը ընդհանրապես չէիք շփվում իրար հետ։ Ինչ-որ բան է եղել։ Նման բան չկա։ Ինչ մեզ մոտ կարգին է։ Ոնց է նորմալ, եթե դուք ընդհանրապես չէիք խոսում ու շատ լարված էիք։ Հա, նորմալ է, գործերից է պետք չի անհանգստանալ։ Փաստորեն այնպիսի գործեր են, որ հայր ու որդի իրար հետ չեն խոսում։ Դե բիզնես է, ամեն ինչ էլ կարա պատահի, ոչինչ կանցնի կգնա։ Իսկ ոնց հասկանամ։ Ես տեսնում եմ դա։ Դու ավելի լավ է քո մասին մտածես։ Անտեղի տեղը չլարվես։ Ես բույս չեմ ավակ։ Հերիք է դրա մասին կրկնես։ Ես չեմ ասում, որ դու բույս ես։ Ես ուզում եմ, որ դու չլարվես։ Ուղղակի։ Ալինա մի լարվի, Ալինա հանգստացի, Ալինա պարկի, ինչքան կարելի է։ Դուք ինչ-որ բան եք թաքցնում հաստատ ինձանից։ Անիմաստ է քո հետ խոսել։ Դու ինձ երբեք ոչինչ չես ասել։ Ինչ ես ուզում, որ ասեմ։ Հիմա։ Ճիշտ է։ Ես արդեն ասեցի։ Դու ինձ ոչինչ չես ասել։ Ես քեզ էլ որդուդ էլ շատ լավ ճանաչում եմ։ Վաղ ամեն ինչ տեղի կընկնի։ Այ կտեսնես։ Գիտես ավակ, չնայած որ մենք այս վերջի ժամանակաշրջանում շատ լարված ենք իրար հետ, բայց ես միշտ փորձել եմ քո երեխաներին այնպես դաստիարակեմ, որ նրանք հարգեն քեզ ու սիրեն։ Ես դա շատ լավ գիտեմ։ Իսկ այդ ոնց է չասեցիր, որ ես ընդամենը ներկայացում եմ խաղում ու երջանիկ ընտանիք եմ ներկայացնում։ Ալինա, խնդրում եմ, ես… Այս ոնց է չես փորձում իմ հետ վիճել։ Ալինա, մի շարունակի։ Շատ հետաքրքիր է, գիտես, մի անգամ վատացա ու դու մի անգամից փոխվեցիր։ Լրիվ ուրիշ մարդ դարձար։ Այդքան վախեցել ես։ Արի քնենք, հա։ Առավոտ ամեն ինչի մասին կխոսենք։ Լավ։ Եթե մորս հետ մի բան լինի, կյանքում չեմ ներելու քեզ։ Չեմ ներելու։ Արթուն ես։
Ես էլ մտածեցի քնած կլինես, դրա համար մոտ չի գալիս։ Չէ, քնած չէ, Լիլ ջան, ուղղակի պարկած էի։ Հաց կուտես։ Սովոր, չեմ ախորժակ չունեմ։ Ես ուզում եմ հասկանամ ինչա քո հետ կատարվում։ Լիլ, հետս ոչինչ չի կատարվում, ամեն ինչ նորմալ է։ Ամեն ինչ նորմալ է, դրա համար ոչ ուտում ես, ոչ չեմ հասկանում։ Դասերը ոնց են։ Լավ, Դպրոցում ինչ կա։ նորմալ։ Լիլ, վաղարոտ շուտ պետք է վեր կենամ։ Իրար հետ կգինանք դպրոց, հետո ես կգինամ իմ գործերով, ամել նորմալ հանգիստ կզրուցենք։ Լավ, Իմ բան էլ խնդրեմ էլի, առօդ երբ որ վեր կենաս ինձ անպայման արթնացրա։ հա։ Աբել, Ինչ։ հեչ ոչ մի բան։ Ուզում եի ասել, շորերը տարտուկել եմ քո սենյակում։ Լավ։ Չէ, ավելի լավ է չասեմ այդ տղայի մասին։ Ավելորդ գլխացավանք է դառնալու Աբելի համար։ Ոչինչ, հետո կասեմ, հիմա պետք չի։ Ավելի լավ է հիմա լռեմ։ Հարյուր տարի իրար հետ դուրս չենք եկել։ Մի դժգոհի։ Հիմա արդեն հաճախ դուրս կգանք։ Չեմ դժգոհում, ուղղակի ասում եմ։ Մի տարի է աշխատանք չունեի, վերջի 4 ամիսներ այնքան գործերը շատ է չեմ հասնում դες ժամանակ անցկացնեմ։ Դե, արդեն լավ է, որ գործերդ լավ են։ Հա։ Հիմա լավ կլինի։ Այն օրվանից մի բան եմ մտածում անընդհատ։ Ինչ։ Բայց մի անգամ ինչ ասես չէ։ Ասա ինչ ես մտածել։ Այն օրը, որ պոլիկլինիկայից դուրս եկանք։ Մտածում եմ, որ ժամանակն է, որ երկրորդն ունենանք։ Չեմ էլ մտածել։ Ես էլ չեմ մտածել։ Ավելի ճիշտ ժամանակ էլ չկար մտածելու։ Մինչև Արսենես մեծացավ, մինչև շունչ քաշեցի։ Հետո դու գործդ կորցրեցիր։ Հիմա արդեն Արսենը 4 տարեկան է, դու էլ գործ ունես։ Հո մի երեխա չենք ունենալու։ Չգիտեմ, Էո, բայց դու պատրաստ ես։ Նորից նորածին, նորից անկուն գիշերներ։ Այդ ամենը մի տարի է տևում։ Հետո մի անգամից մեծ երեխա է դառնում։ Ես էլ նկատում ոնց է տարին անցնում։ Չգիտեմ, պետք է մտածել։ Ես շատ եմ ուզում։ Մինչև ծնվի Արսենը արդեն 5 տարեկան կլինի։ Իմ համար էլ դժվար չի լինի։ Տենց նոն, դու պատկերացնում ես չէ ես ինչ կանեմ։ Իհարկե պատկերացնում եմ, բայց չհասկացա կարող է տենց թողնես, որ քեզ ոնց ուզեն ֆռացնեն։ Ինչ մտածում էի ասել եմ, թող չմտածի, որ ես ոչ մի բան չեմ տեսնում, ես հիմար չեմ։ Բա ինքը ինչ ասեց։ Դե ոնց որ միշտ, սկսեց արդարանալ, որ ինքը ոչ մի կապ չունի Լիլիթի հետ։ Լուրջ ես ասում։ Հələ դրան նայ, որ այդքանից հետո սուտ է խոսում։ Բայց ես շատ բան չասեցի, թող մտածի, որ հավատացել եմ իրան, չուզեցի փորփրեմ, թե չէ ամեն ինչ կիմանայի, բայց հիմա այդ ամեն ինչը պետք չի։ Լուսի լավ, բայց մտածում ես, որ իրոք ամեն ինչ այդքան լուրջ է։ Ինչի՞ չէ։ Բոլոր տղաները նույնն են ու ամեն ինչ էլ հնարավոր է, առանց բացառության։ Լավ, դե դու ոնց որոշես։ Բայց ապրես, որ դու ինձ այսօր ամեն ինչ ասեցիր, թե չէ բան չէի իմանալու։ Բա հենց ընկերուհիները դրա համար են։ Հաստատ։ Լիք մամատ ոնց է, բան չասեցիր։ Ոչինչ էլի, նորմալ։ Դե առողջություն, հələ կխոսանք էլի։ Լավ։ Ալո։ Լիլ, Հա, Աստղիկ։ ինչ կա, ոնց ես։ Այսօր այնքան արագ գնացիր, չհարցրեցի հարցնեմ, թե ինչ էր եղել։ Հա, լավ եմ, կներես, մոռացել էի քեզ ասել։
Ինչ էր եղել։ Աբելը մի քիչ լավ չէր զգում, ասացի մնամ մոտը։ Հիմա լավ է։ Հա, նորմալ։ Ինչ կա, դասերը լավ անցավ։ Հա, նորմալ, ոնց որ միշտ։ Դե լիկան որ չի լինում, հանգիստ է անցնում։ Դե նոնային չհաշված։ Հա, այդ հաստատ։ Լսի, մի բան պետք է ասեմ քեզ։ Ասա, լսում եմ։ Կմտածես հիմար եմ, բայց վախենում եմ։ Դու։ Ինչի՞ց։ Այսօր տուն գալուց գիտես ում եմ տեսել մեր շենքի մոտ։ Էն լիկային կերոջ են տղային։ Այն որ վատանալուս օրը առաջարկում էր տուն բերել ինձ։ Հա, հիշեցի, որ լիկան էլ հետո կռիվ սարքեց, չէ՞, այդ թեմայով։ Հա։ Լուրջ, բայց ո՞նց։ Ինչ գործ ուներ այդտեղ։ Ես էլ չգիտեմ, ես էլ եմ ուզում հասկանամ։ Արդեն երկրորդ անգամն է տեսնում եմ իրան։ Ինչ ա ուզում։ Ասա, որ ընկերուհի դիմացավ, քեզ հաստատ լավ բաներ չեն սպասվում։ Այդ հաստատ։ Աբելին ասա։ Չէ, ես մտածում էի ասեմ, բայց հետո ասացի պետք չի դեռ։ Բա երբ որ այդ իրան ավելորդություններ թույլ տան նոր։ Չէ, հանգստացի, հաստատ ոչ մի բան չի կարա անի։ Վստահ ես։ Հա, հաստատ։ Չգիտեմ, Լիլ։ Հա, ուղղակի որ երկրորդ անգամ եմ տեսնում, մի տեսակ անհանգստացա։ Բայց ինչ ա ուզում։ Չեմ հասկանում։ Քեզ բան։ Լավ, արի այսօր թողնենք, որ վաղը խոսելու բան ունենանք։ Գալու ես չէ վաղը։ Հա, անպայման։ Դե լավ, պակա։ Դե, հաջողություն։ Չէ, այսպես չի լինի։ Չեմ կարող առանց երեխայի տեսնելու քնեմ։ Չեմ կարողանում ժամանակ գտնեմ աղջկաս համար։ Ես ինչ օրն եմ ընկել, ավագ։ Սպասում ես մինչև բոլորը քնեն, որ նոր կարողանաս երեխայիդ մոտ լինել։ Սխալ եմ, բայց ինչ էլ ուզում ա լինի, ես պետք է երեխայից տեսնեմ։ Պետք է տեսնեմ։ Մենակ չասես, որ գնում էիր օֆիս, ինչ-որ բան ես մոռացել օֆիսում։ Ես քեզ պարտավոր չեմ հաշվետվություն տալ։ Պետք չի։ Ես շատ լավ գիտեմ, թե դու ուր ես գնում։ Ես արդեն հետևում ես, հա։ Չէ, պապ, չեմ հետևում։ Ուղղակի չէի կարող քնել, անհանգիստ էի մորս համար։ Դուրս է եկել մի քիչ մաքուր օդի։ Ու անկեղծ եմ ասում, սենց բան քեզանից չէի սպասում։ Չէի սպասում, որ դու սենց քայլի կգնաս, սենց ցածր քայլի կգնաս։ Խոսքերը չափավորի, տղա։ Ինչեր ես խոսում։ Քո կողքդ ընկերդ չի կանգնած, որ տենց խոսես հետը։ Հայրդ եմ, մի մոռացի։ Եթե մորդ անգամ նեղացրեմ, այդ չի նշանակում, որ դու այդ տոնով հետս պետքա խոսես։ Շատ վատ է, էլի։ Մաման հիմա իր համար հանգիստ քնած է, գիտի իր ամուսին իր կողքն է։ Իսկ դու ամեն ինչ հաշվարկել ես։ Ինքը հիմա անց վիճակում է, որ չի կարա զարթնի, դեղերն է տվածա, որ մարդը երկար կարանա հանգիստ քնի։ Շատ լավ ես մտածել, պապ, ապրես։ Ես քո զառանցանքը լսելու ցանկություն չունեմ։ Ճիշտ եմ ասում դրա համար, չէ՞։ Դժվար է, չէ՞, ճիշտը ընդունելը։ Բայց սրանից հետո մենակ սենց է լինելու, պապ։ Ու դու գիտես ոնց անես, որ իմ խոսքերից ազատվես։ Պապ, եթե ուզում ես, կարաս գնաս։ Պապ ջան, գնա մեր կյանքից։ Գնա քո համար հանգիստ, ազատ, ում հետ, ոնց ուզում ես, ինչ ուզում ես արա։ Այդ ժամանակ գոնե դու ազատ մարդ կլինես։ Արամ, հավաքի քեզ, ինչեր ես խոսում, ես չեմ ուզում իմ տղայի հետ թշնամանամ։ Ես սխալ բան չեմ անում։ Դու ես սխալանում, պապ։ Դու ես սխալանում մեկը մյուսի հետևից ու շարունակում ես այդ սխալները։ Պապա քեզ դաշ չեղավ ես ամեն ինչը։ Դու չես կարում կանգնես, չես հասկանում, որ պետքա փոխել արդեն ամեն ինչ։ Չէ, ոնց կլինի։ Արամ։ Դե ասա, պապ, ասա, որ գնում էիր խանութ սիգարետի հետևից կամ մի ուրիշ բանի հետևից։ Ես լավ գիտեմ, թե դու ուր էիր ուզում գնայր։ Ու այսօր չես հասցրել գնաս աղջկադ մոտ ու ստիպված էիր նստել ընթրիքին։ Ճիշտ չէ։ Այդ երեխան մեղավոր չի։ Ոնց որ դու, ոնց որ քույրդ։ Կամ ոնց որ մայրս, չէ։ Կամ մայրդ։
Բայց այդ երեխայի պատմությունների պատճառով որ մայրս գիշերներ նստած քեզ է սպասելու, այս վիճակում է հայտնվել, հասկանում ես, պապ։ Ես քեզ բացատրել եմ արդեն։ Հա, պապ, բացատրել ես։ Ու ես փորձել եմ քեզ որպես տղամարդ հասկանալ։ Բայց հիմա երբ մամայիս կյանքը մազից է կախված, ես պարտավոր չեմ ու չեմ էլ ուզում քո սիրուհու մասին ինչ-որ պատմություններ լսեմ կամ հասկանամ։ Արամ դու։ Պապ, կարող է ես սխալ եմ։ Կարող է ճիշտ այն, որ դու պետք է հիմա քո երեխու կողքին լինես, բայց իմ համար հիմա ամենակարևորը մերս է ու մորս առողջությունն է։ Ինչ ուզում ես արա, պապ, դու գիտես։ Լիլ, գնացինք։ Բայց ես չեմ հասնում։ Դե դեպքում ես դուրս եմ գալու։ Բայց որ ես քաշուտ։ Մարդուն եմ վրաս հանդիպելու։ Դու գնա, ես կգամ հետո դպրոց հետևից, լավ։ Վերջապես որոշեցիք։ Ես ինչքան ժամանակ է ես ասում եմ։ Դե մեծերին լսողնով է։ Ման, բայց դու ասում ես այն ժամանակ, երբ որ Արսենը 6 ամսական էր։ Հա, ճիշտ էի ասում։ Մինչև ծնվեր Արսենը տարի ու կես կլիներ։ Մենք առաջ ո՞նց էինք անում։ Երեխեքը իրարից մի տարի էին մեծ։ Իրար հետ էլ մեծանում էին։ Հա, մամ, բայց բժիշկներն են ասում, որ կնոջ օրգանիզմը 2 տարի պետք է հանգստանա։ Դե ինչ ասեմ, որ ասում ես ուրեմն մի բան գիտես։ Հա, իրար հետևից ունենում էին։ Բայց չես կարող հերքել, որ այդ ժամանակ նորածինները այնքան հաճախ էին մահանում, որ դա սովորական բան էր դառել։ Դե լավ, էլ բան չեմ ասում։ Մամ ջան, պլանավորումը վատ բան չի։ Իրանք ասում են պլանավորեք, որ առողջ լինի, որ ժամանակին լինի, հասկանում ես։ Ոչ մի տարօրինակ բան չկա դրա մեջ։ Սուտ բաները։ Լիլիթ, բարև, կսպասես, մի րոպե խոսանք։ Թող անցնեմ։ Մի վարքյան էլի Լիլիթ։ Շատ ժամանակ չեմ խլի քեզանից։ Մի երկու բառ խոսանք ու կգնաս, հա։ Ինչ ես ուզում ինձնից։ Ավելի քեզ պարզ չասած այն օրը, որ հեռու մնաս ինձնից։ Հենց այդ թեմաներով էլ ուզում եմ խոսամ քո հետ։ Հասկանում ես, ես տենում եմ, որ դու ինձ այնց խուսափում ես, բայց ուզում եմ իմանաս, որ ես վատ մտադրություններ չունեմ։ Ես վատ մարդ չեմ։ Ու այն օրն էլ ես իսկականից ուզում էի քեզ օգնեմ, այդքան բան։ Եղավ, հասկացա։ Լսի, ես չգիտեմ քեզ խի ատենց թվում, բայց ես իսկականից վատը չեմ։ Հասկանում եմ, որ մտածում ես, որ Լիկան իմ ընկերուհին է, ուրեմն ես էլ եմ իր նման մտածում, բայց դա տենց չի։ Հավատա։ Ինքը մի քիչ ուրիշ ձև է մտածում։ Մենք տարբեր կյանքերով ենք ապրում, բայց դե հիմա աղջիկ է, ինչ կարաս իրան ասես։ Հետո այն օրը իմ փոխարեն Լյուբոյ տղա նույնն էր անելու։ Հիմա օրինակի համար եթե աղբերը տրներ, ինչ էր անելու։ Նորից մոտիկանալու էր օգներ, չէ՞։ Ինչ ես ուզում ինձնից։ Հեռու մնա ուղղակի, չես հասկանում։ Լիլիթ, սպասի մի րոպե։ Բայց ես ուզում եմ Ոչ մի բան մի բացատրի։ Ուղղակի հեռու մնա ու վերջ։ Սպասացից է շուտ եկար։ Կարոտից չդիմացա։ Լավ ես։ Իմ լավը լելը քո գործողություններից է կախված։ Հիմա կար կարգի խոսանք։
Ես խա ձեռներիդ մեջ խաղաղության աղավնի հայտնվել բաց ես թվում օդ ուզում ես հետս էլի ինգելություն անես։ Քեզնից չի։ Լավ է ճիշտ տեղից ես սկսե։ Քո հետ ուրիշ ձև չի լինում։ Մինչև չեմ գալի տեղ չեմ հասնում, հետդ չեմ խոսում, շեղվում ես ճամփից։ Ամբեր, ես քո տշնամին չեմ։ Այդ բանը լավ իմացի։ Դու իմ տշնամին ես։ Երևի ընկերներիս ու մտերիմներիս ուրիշ մարդ էր պատվիրում, որ ծեծեին, վախացնեին։ Դե տանցավ գնաց, այդ ժամանակ տենց էր պետք։ Հիմա ուրիշ բան է պետք։ Լսի Աբել, մեր կրգում ամեն այդքան հեշտ չի, լավ դժվար է։ Ու ես չի որ քեզ պետք է բացատրեմ այդ ամեն ինչը։ Ստե ամեն մանրուկի վրա ուշադրություն են դարձնում։ Ինչ ես ակնարկում։ Ես չեմ ուզում, որ ամեն ինչ ավելի բարդ լինի։ Ես հիշում եմ մեր հարաբերությունները։ Ու ես չեմ ուզում, որ մի երկու հոգու պատճառով մեր ընկերությունը խզվի։ Այդ արդեն նորություն ես ասում։ Հետո ովքեր են այդ մի երկու մարդիկ, որ կարող է իմ ու քո շատ լավ հարաբերություններին խանգարեն։ Ժամանակին քո համար լիքը մարդկանց եմ դիմել։ Լիքը մարդկանց եմ խնդրել։ Ու հիմա որ դու ազատության մեջ ես, իրանք հետաքրքրվում են։ Ինչ է լար, ուր կորար։ Հաշվարկել ես էլի։ Մենակ ես չեմ։ Իրանք իրանց պարտքերն են ուզում։ Ու պետք է տաս։ Չէ հաստատ լավ չի լինի։ Ես քեզ լուրջ եմ ասում։ Ես էլ չեմ ուզում որ տենց լինի։ Բայց օրենքը տենց է։ Իրանք կարող է իրանց փայն ուզում են, բայց փոխանցի որ ինձ ժամանակ է պետք։ Բայց ժամանակ չկա։ Լիքը ժամանակ արդեն անցել է։ Ես իմ սաղ պարտքերը վերադարձնում եմ։ Բայց պիտի դու էլ իրանց բացատրես, որ իրանց դու գիտեք չեմ պարելու։ Այդ քո ասելիքն է։ Բայց այդպես քեզ խորհուրդ արագացրու։ Ինչի ես ասել ստեղ։ Մենակ չասես, որ քո օգնության կարիքն ունեցող էլի մարդիկ կան ստեղ, ու որ պատահական ես մեր շենքի մոտ եկել։ Ընդհանրապես եկել եմ, որ տենամ նորմալ տուն ես հասնում, ապահով։ Ես միշտ էլ նորմալ տուն եմ հասնում։ Ու եթե նկատել ես, հիմնականում եղբորս հետ եմ լինում։ Հա, նկատել եմ։ Ու աղբերդ իմ մասին շատ վատ կարծիք ունի, ու այդ շատ սխալ է։ Ես աղբորս վստահում եմ, ու եթե մի բան ասում, ուրեմն գիտի։ Այդ արդեն մեր հարցերն է։ Ինչ ես գալիս ստեղ։ Արդեն երկրորդ անգամ ես գալիս։ Եթե սեն շարունակվի, ես հաստատ եղբորս կասեմ։ Ես իրան չեմ ասել, որ ավելորդ խնդիրներ չստեղծեմ, բայց այս անգամ արդեն կասեմ։ Չեմ հասկանում, շփոթել ես ինձ երևի։ Ում հետ։ Լիկայի։ Չէ, ընդհանրապես։ Չէ, հնարավոր չի ձեզ շփոթել։ Դուք շատ տարբեր մարդիկ եք։ Ուրեմն բազմազանություն մի մտցրու քո կյանք ու հեռու մնա ինձնից։ Այդպես ավելի լավ կլինի քո համար։ Լիլիթ, իզուր ես դու ինձանից փախնում։ Լավ փոխվել ես Աբել։ Ես չեմ փոխվում։ Մինչև կոնկրետ անձինք ու իրադարձություններ չեն ստիպում ինձ փոխվել։ Դու երևի լավ ես հասկանում ինչի մասին եմ խոսում։ Ես խոսքերս քեզ են հասցեագրված։ Հասկանում եմ ինչ ես ասում։ Ես քո հետ երկար ճանապարհ եմ անցել հետո։ Ինձ լավ ես ճանաչում, պարտքի տակ չեմ մնում։ Հասկանում եմ, ես քեզ նոր չեմ ճանաչում։ Բայց մարդիկ քո համար վիզ են դրել։ Իսկ մա քո հերթն է։ Չեմ կարա հիմա։ Աբել դու կյանքում ոչ մի բանից չես վախեցել։ Էլի չեմ վախենում հետո։ Էլի վախենալու բան չունեմ, բայց կյանքումս հարազատ մարդ ունեմ, ում համար պատասխանատու եմ։ Ու ով դու դրա մասին շատ լավ գիտես։ Ես մարդ չեմ ելնի, եթե քերոջս մենակ թողնեմ։ Բայց այդ մարդկանց էլ պիտի փոխանցես, որ պարտքերս վերադարձնող եմ։ Բայց այդ էլ չի նշանակում, որ իրանց ամեն ուզած պետք է անեմ։ Աբել, սովորական մարդիկ չեն։ Ես էլ սովորական տղա չեմ։
Ես ինչ որ բաներ մտածում։ Չէ։ Համարյա էլի, ոնց է իմ կյանքը, բարի լույս։ Բարի լույս։ Չգիտեմ, երևի նորմալ։ Ինչ կա, անտրամադիր ես երևում, բան չի այս առավոտ գիշերով։ Չէ, չգիտեմ։ Հիմա հա, թե չգիտես։ Ուֆ, չգիտեմ։ Ոչ մի բանի հավես չունեմ, դասի նստելու հավես չունեմ։ Ինչ ես առաջարկում կյանքս։ Չգիտեմ։ Դե ասա, ես պատրաստ եմ, ուր ես ուզում գնանք, ուր քշեմ, ուր գնանք նստենք։ Դե օրինակ արի գնանք այգի։ Ման կգանք, կխոսանք։ Համել օրն ընց տրամադրող արի գնանք այգի։ Այգի կյան։ Լավ։ Գնացինք այգի։ Արի։ Ինչ ա եղել առավոտ շուտ։ Ինչ մասար որ բան ա եղել։ Լիլ դեմքիդ գույն չկա, համել շատ անհանգիստ է սերևում։ Չես հավատա ինչ ա եղել։ Ինչ։ Այն տղան հետևում ա ինձ։ Լուրջ։ Հա ու նոր էլ փորձում էր համոզել, որ ինքը լավ մարդ ա իրականում։ Լիլ, ինձ թվում է պետք է անպայման ասես Աբելին։ Աբելին, կսպանի դրան։ Բա ինչ անենք։ Չեմ հասկանում ինչ ա ուզում։ Մենակ ինքն էր պակաս։ Լավ, արի։